Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե մեզ լսում եք, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդ խոսափողի մոտ եմ, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է։ Բարև ձեզ սիրելի Դավիթ եւ սիրելի դիտողներ եւ լսողներ, մեզ նոր տաղավարից։ Այո, նոր տաղավարից։ Շնորհավոր եմ նոր տաղավարը 106 եւ 5 գործարար ալիքի եւ ցականամ ամենայն հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ սիրելի ռադիոլսողներ, իսկ ավելի շուտ ռադիոդիտողներ, որովհետեւ ռադիոլսողները մեզ չեն տեսնում։ Մենք նոր ենք փորձարկում այս տաղավարը եւ ես ուզում եմ ձեզնից, ինչպես ասում են մեր քաղաքում, ավել պակաս ներողություն խնդրել, եթե ինչ որ մի բան այնքան էլ շիտակ չլինի, մենք մի փոքր ժամանակ հետո ել ավելի կշտկենք եւ կփորձենք բարելավել որակը։ Ամեն շաբաթ մենք խոսում ենք պարոն Դարփինյանի եւ ամեն շաբաթ իրավիճակը ավելի ու ավելի վատն է դառնում։ Հիմա կարծես թե դուրսը ավելի վատ է, քան ներսը։ Անցած շաբաթ դեռ ներսը ավելի լավ էր, քան դուրսը։ Դուք ոնց եք տեսնում, որտեղ է ավելի վատ, хорошо там, где нас нет, թե хорошо там, где мы есть։ Դե ես կարծում եմ, որ մենք պիտի արդեն սովորենք եւ սովորություն դառնա մեզ համար, որ մենք ապրում ենք շատ բարդ ժամանակահատվածում, շատ բարդ իրավիճակներում ենք գտնվում եւ ըստ այդմ պիտի մեր վարքագիծը, մեր անելիքները եւ շեշտադրումները կարողանանք ճիշտ դնենք, հա, եւ կարողանանք ճիշտ հաշվարկել, ինչ ենք անում, ինչպես ենք անում, Դավիթ ջան, բայց ես սկզբից կուզեի անդրադառնալ երկու դիտարկման, ուրեմն 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց օրենք ՀՀ դրոշի մասին, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին։ Եվ ըստ այդմ հունիսի 15-ը հռչակված էր որպես ՀՀ պետական դրոշի օր։ Դրանից հետո անցավ 12 տարի, 2017 թվականին ընդունվեց մեկ համապարփակ օրենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների մասին։ Եվ կարծես թե մոռացան այդ օրը, դրոշի օրը, եւ երեք ոմանք շատ հազվադեպ դեպքերում, որոնք որ հիշում էին դրա մասին, իրար շնորհավորում էին, ոմանք էլ հայտնվեցին, որ ասացին, որ այ անգրագետներ ինչպես կարելի է շնորհավորել, քանի որ օրը փոխվել է եւ այլն։ Ես կարծում եմ, որ նախ օրը փոխելն էր կատեգորիկ սխալ եւ ընդհանրացնելն էր նույնպես սխալ, որովհետեւ ինձ որ բնար յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի ես կդարձնեի պետական դրոշի եւ կամ պետական սիմվոլների օր եւ կկարևորեի այդ սիմվոլները, բայց առիթ եղավ խոսենք դրոշի մասին այն իմաստով, որ մենք բացարձակ իմ կարծիքով անհարգալից ենք մոտենում մեր պետական դրոշին, հատկապես դրա գույներին, համատարած է դեղին գույնի օգտագործումը մեր դրոշի, ուրեմն ներքևի հատվածում։ Ես պիտի հիշեցնեմ բոլոր պատկան մարմիններին, որ այդ անարգանքը մենք իրավունք չունենք թույլատրել։ Այսինքն շատ դեպքերում անգամ պետական մարմինները, որ սկսում են զարդարել իրենց տարածքը, զարդարում են կարմիր կապույտ եւ դեղին գույներով, ինչը բացարձակ անհարգանք է մեր պետական ուրեմն սիմվոլի նկատմամբ, որը մեր դրոշն է, հիշեցնեմ, որ նարնջագույնը դա մեր առարչական բնույթն է, աշխատանքի նկատմամբ հայ ժողովրդի մեր ազգի մոտեցումն է եւ պատկառանքը դրա սիմվոլն է, հա, նարնջագույնը եւ շատ գեղեցիկ է մեր դրոշը եւ բոլոր նրանք, ովքեր ապականում են այդ դրոշը, բոլոր այն նրանք, ովքեր արտադրում են նման դրոշներ, հա, պիտի պատասխանատվության կանչեն։ Շատ լուրջ ուշադրություն է պետք սրան դարձնել, որովհետեւ ես համարում եմ, որ դեղին գույնի օգտագործումը ուղղակի անթույլատրելի է, անարգանք է մեր պետական սիմվոլիկայի նկատմամբ։ Սա մեկ, երկրորդը ես տարակուսում եմ եւ կարծում եմ, որ շատերը ինձպես թե ինչու մեր երկրում այդպես էլ այդ հզոր ձողի վրա մի հատ դրոշ չունեցանք, հա, մի 60 մետր 30-ի վրա, այնպես ինչպես դա կա հարևան տշնամի Ադրբեջանում, չէ, կոնկրետ, ես պիտի ասեմ Դավիթ ջան, որ 10 թվականին 10 թե 11 թվականին Ադրբեջանը պատվիրեց եւ տեղադրեց Բաքվում աշխարհի ամենաերկար
ուրեմն ձողի վրա գտնվող ամենամեծ դրոշը, որը իսկապես 50 քանի մետրը 30 քանի մետրի վրա էր, պատկերացրեք, մի հատ 50 քանի մետրը եւ 30 մետրի վրա, եւ ամենամեծ ձողի վրա, պետք է ասեմ, որ դա թանկ հաճույք է, դա էժան հաճույք չէ, բայց դա արժանի հաճույք է, որովհետեւ ես կարծում եմ, որ որևէ հայ մարդ չէր առարկի, եթե պետական բյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսվեր եւ նման մի դրոշ տեղադրվեր, եւ դրանով իսկ մենք կարեւորենք դրոշի, ուրեմն գոյությունը եւ դրոշի նկատմամբ մեր վերաբերմունքը համապատասխանում։ Ես էմիրություններում եմ հայտնում տեսել ուրեմն աշխարհի ամենաբարձր դրոշները Ադրբեջանինն են, Տաջիկստանինը եւ Սաուդյան Արաբիայինը։ Այո, էմիրություններում եւս կա, այսինքն խոսքը գնում է 160 մետր, 140 մետր, 120 մետր եւ այլն, եւ ըստ նվազման։ Հա, եւ դրանով ես պիտի փաստեմ, որ Ադրբեջանի կողմից 10 թվականին թե 11 չեմ հիշում, դրոշի տեղադրումը իրենց ազգային միասնության համախմբման կարևորագույն գործոն հանդիսացավ, Դավիթ, կարևորագույն։ Հիմա մենք դա համադրենք մեր դեղին գույների հետ եւ անշնորհք փնթի ձևով, ասենք, դրոշի նկատմամբ վերաբերմունքի հետ։ Հա, մինչեւ մենք դրոշի նկատմամբ պատկառանքը չֆիքսենք, մենք իմ կարծիքով չենք հասնի ազգային այն միաբանության, որը մեզ այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Սա շատ կարևոր է եւ իհարկե այդ ինչ ասեմ, ոչ խելամիտ որոշումը, որը կայացվել է 17 թվականին ամփոփելով մեկ օրենքի մեջ պետական սիմվոլները, պիտի չեղարկել եւ ամեն մի սիմվոլի համար առանձին օրենք, առանձին օր, առանձին սիմվոլիկայի նկատմամբ պատկառանք ցուցաբերել, քանի դեռ մենք այդ ազգային միասնությունը չունենք, դա կարևորագույն գործոն եմ համարում։ Սա առաջի դիտարկումը, որ կուզեի սկսել։ Եվ ուրեմն շնորհավոր պետական դրոշի օրը հունիսի 15-ը։ Երկրորդը, ուրեմն ես սովորաբար մեքենայում ուրեմն միացնում եմ ռադիոն ընդունիչը եւ լսում եմ 106 եւ 5 լրատվական ռադիոն։ Որտեվ համարում եմ, որ շատ ամենավորակյալ եւ ինֆորմացիոն եւ անալիտիկ տեսանկյունից եւ ամենակարևոր աննաչառ ազնիվ եւ ոչ, այսպես ասած, պիտակավորված, հա, ինֆորմացիա, բայց պատահականորեն ուրեմն մատս կպավ տարբեր ուրեմն այդ կետերի եւ 95.8 հաճախականությունում FM հաճախականության վրա թուրքական մուղամներ, թուրքական ուրեմն թուրքերեն ինչ-որ ուրեմն հայտարարություններ, թուրքերեն անալիտիկա եւ այլն, ես չեմ հասկանում մեր պետական ուրեմն համապատասխան մարմինները, ազգային անվտանգությունը, այն մարմինները, որոնք պիտի վերահսկեն մեր հանրային տիրույթը, որտեղ FM-ը կամ AM-ը դա հանրային տիրույթ է, եթե հանրային տիրույթում ես վստահ եմ, որ սա նոր բան չի, սա ասենք տասնամյակներ շարունակվում է, բայց մի օր թույլտվությամբ ավելացնեմ, պարոն Դարբինյան, որ նաև FM 106 եւ 3 հաճախականությամբ Իգդիր քաղաքից շատ հզոր հաղորդակով հեռարձակվում է թուրքական ռադիոկայան, որը խանգարում է եւ մեզ եւ FM 106 հաճախականության վրա աշխատող գործընկերներին։ Դավիթ ջան, դե իմ կողմից սա այս հարցի արծարծումը նպատակ ունի պատկան մարմիններին ամոթանք տալ, հա, որովհետև նորից եմ կրկնում, սա նոր բան, նոր երևույթ չէ։ Անկախ Հայաստանի կազմավորման պահից սկսած մեր հանրային տիրույթները ողողված են անհասկանալի, ուրեմն ինֆորմացիոն եւ երաժշտական անհասկանալի բնույթի, թուրքական, կա նաև պարսկական, այսինքն այս տիրույթը անտեր վիճակում է։ Սա, ասենք, պետությունը, որը իրեն հարգող պետությունը չի կարող թույլատրել նման վիճակ, որտեղ սա հանրային տիրույթ է, դա պիտի վերահսկվի համապատասխանաբար, համապատասխանորեն, հասկանում եք։ Ես ուրեմն նորից եմ կրկնում, այս հարցի արծարծումը կապված է ամոթանք տալու հետ։ Այսինքն ես ամոթանք եմ տալիս այն մարմիններին, որոնք պարտավոր են վերահսկել մեր հանրային տիրույթը։ Այս երկու դիտարկումից հետո անցնենք օրվա չէ, շաբաթվա երևի իրադարձություններին եւ փորձենք գնահատել դրանք։ Ինչը կառանձնացնի առաջին հերթին։ Շատ միգուցե աննկատ անցավ այն տեղեկատվությունը, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այցով մեկնել Թուրքիա։
Սա իսկապես բացառիկ երևույթ է մեր իրականության մեջ, մեր պատմության մեջ, պիտի ասեմ ինչու, որովհետև մեկնել են Թուրքիա մեր ղեկավարները, բայց դրանք եղել են առիթներով, Թուրգուտ Օզալը մահացավ, Տեր-Պետրոսյանը գնաց թաղմանը, հիմա ինաուգուրացիայի Էրդողանի ինաուգուրացիայի արարողությանը Փաշինյանը մեկնեց, տարբեր տեսակի միջազգային համաժողովներ են, Սերժ Սարգսյանը գնաց ֆուտբոլ նայելու, միջազգային ինչ-որ իրադարձություններ եւ այլն, բայց որպեսզի այցով Հայաստանի ղեկավարը մեկնի Թուրքիա, նման բան չի եղել, բացառիկ է սա իմ կարծիքով եւ կփորձեմ գուշակել, իմ կարծիքով խոսքը գնալու է սենսացիոն որոշակի իրադարձության մասին, ենթադրում եմ, որ այդ այցի իմաստը կայանում է նրանում, որպեսզի այդ սենսացիան տեղում հայտարարվի, սենսացիան միասին, կարծում եմ, որ դրա մասին, այսինքն հայտարարվի առնվազն դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ մասին կամ դրա գործընթացի սկզբի մասին, իմ կարծիքով այդպես է, որովհետև այսօրվա տարածաշրջանի աշխարհի այս սարսափելի բարդ իրավիճակում կարծում եմ Թուրքիան այդ առիթը չի կորցնի, որպեսզի ցուցադրի ամբողջ աշխարհին, որ ինչպես է ինքը խաղաղասեր կերպով տրամադրված մեր նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք երկու ձեռքով ուրեմն դա կընդունենք, ավելի ճիշտ մեր այսօրվա իշխանությունները կընդունեն դա, այնպես կարծում եմ, որ այսինքն ես պատրաստում եմ մեր հասարակության ռադիո լսողներին եւ դիտողներին, որ առանձնապես չզարմանան, երբ ուրեմն հունիսի 20-ին հայտարարվեց դա այդպես մեր վարչապետի այցի ընթացքում իրականացվի այդ իմ կարծիքով սենսացիոն բնույթի հայտարարությունը, բայց սրա հետ կապված նաև հիշատակեմ Հիկմետ Հաջիևին, որը Ադրբեջանի նախագահի խորհրդականն է, մի հայտարարությամբ հանդես եկավ, ասաց այս հայերը շատ զարմանում եմ ինչ են վախենում այդ կորիդոր բառից էլի, որովհետև ասաց մենք բան այդ կոմունիկացիոն ճանապարհին ասում ենք կորիդոր, ոչ միայն, ասաց ամբողջ Ադրբեջանը, լսեք, ասաց ամբողջ մեր տարածքը կորիդոր է, եւ մենք դրանով վպարտանում ենք, ուրախանում ենք, այս հայերը ինչ են վախենում այդ կորիդորից, էլի ասաց միամիտ հարց է տալիս, ես պիտի Հաջիևին հայտարարեմ, որ մենք չենք վախենում կորիդոր բառից եւ ընդհանրապես կորիդորից չենք վախենում, մեր ընդհանրապես ազգային շահը կայանում է նրանում, որ Իրանի հետ մենք պիտի ոչ միայն ընդհանուր սահման ունենանք, այլ նաեւ հարավ-հյուսիս կոմունիկացիոն ամենագործուն իրավիճակը պիտի ունենանք, այսինքն ուրեմն այնքանով, ինչքանով ցանկացած ճանապարհ չի խանգարելու այդ կոմունիկացիային, մենք դրան կողմ ենք եւ կողմ ենք լինելու։ Հիմա շատերը այս իսրայելա-իրանական վերջին արդեն սկսված պատերազմի կապակցությամբ գուժում են, այսպես ասած, որ սա շատ բարդ է իրավիճակ եւ այլն, կարող է Ադրբեջանը օգտվել Թուրքիայի հետ միասին ուժային կերպով այդ կորիդորը վերցնել եւ այլն։ Իմ կարծիքով այդ մտավախությունները ավելորդ են եւ բացարձակ հիմք չունեն, որովհետեւ այն ինչ որ մենք պատրաստ ենք տալ առանց պատերազմի, ինչու պիտի պատերազմով իզուրտեղը ագրեսորի, այսպես ասած, իրենք ամբավ ձեռք բերեն, առավել եւս որ նորից եմ կրկնում, Թուրքիան այսօր անում է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում որպես տեր ու տիրական, որտեվ այսօր Թուրքիան իսկապես հանդես է գալիս որպես տեր ու տիրական, նրանք վերցրեցին ամբողջ վերահսկողությունը Սիրիայի նկատմամբ, այդ տեր ու տիրականի ֆունկցիայի նկատմամբ որևէ առարկություն չունի հավաքական արևմուտքը եւ Միացյալ Նահանգները, դրա հետ համակերպվել է արդեն Ռուսաստանը իմ կարծիքով եւ այն ինչ որ նրանք կարող են վերցնել ուրեմն սիրով, համերաշխությամբ եւ մեր համաձայնությամբ իրենք երբևիցե չեն փորձի դա ուժով վերցնել, որտեղ դա արդեն կհակասի իրենց այսօրվա դիրքավորմանը, իրենք դիրքավորում են իրենց որպես ցիվիլ, խաղաղասեր, այսպես ասած, դեպի համագործակցություն, ռեգիոնալ եւ այլն, այսա հիմա գանք պատերազմին, իսրայելա-իրանական պատերազմին եւ տարբեր դերակատարների, այսպես ասած, արձագանքին այդ պատերազմի փաստի վրա
Պիտի ասեմ, որ պատերազմի պատրվակ հանդես եկավ այդ միջուկային ծրագիրը Իրանի, որը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնեցնել, եւ Իրանը այստեղ իրավացի է, որովհետեւ իրենք ասում են մենք պատրաստ ենք տալ բոլոր երաշխիքները եւ վերահսկողության հնարավորությունները, որ մենք չենք ստեղծելու միջուկային ռումբ, բայց դուք չեք կարող, աշխարհը չի կարող եւ արևմուտքը չի կարող մեզ արգելել զբաղվել գիտությամբ եւ խաղաղ ատոմով, միջուկային գիտությունը զարգացնել, դրա ոչ ոք չի կարող արգելել։ Սա Իրանի դիրքորոշումն է եւ պիտի ասեմ, որ իսրայելական մի քանի հուշկու հարվածներից հետո այդ դիրքորոշումը շատ ավելի կոշտացավ, շատ ավելի ամրացավ, այսպես ասած, իրենք պատրաստ են այսօր ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կլինի հրաժարում ընդհանրապես այդ ատոմային ռումբի ուրեմն նախապատրաստման հետ կապված բոլոր հարցերից, բոլոր գործողություններից հրաժարում իրենք պատրաստ են, իրենք դրա մասին արդեն հայտարարեցին, բայց դա միայն պատրվակ էր իսրայելական հարձակման եւ Միացյալ Նահանգների Իսրայելի, այսպես ասած, մեջքի հետևում պինդ կանգնած լինել։ Բուն պատճառը իմ կարծիքով կայանում է դրանում, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները հակված են, միտված են, նպատակադրված են հեղաշրջում իրականացնել Իրանում եւ փոխել իշխանությունը, որովհետեւ հատկապես այն պարագայում, երբ նրանք կարծես համաձայնվել են եւ կարծես թե իրավիճակը գնում է այն ուղղությամբ, որ Թուրքիան դառնում է տարածաշրջանային մոնստր, այսինքն մի երկիր, որը տիրապետում է բոլոր լծակներին այս տարածաշրջանում, Միացյալ Նահանգների համար ես կարծում եմ առավել կոմֆորտային կլիներ, որ լիներ նաև որպես հակակշիռ Իրանը, որը լիներ Միացյալ Նահանգների որոշ չափով պարտներ, որոշ չափով վերահսկողության ներքո, որը հակակշռեր Թուրքիայի այս հզորացող ազդեցությանը ռեգիոնում, որովհետև այնուամենայնիվ եւ պատմականորեն մենակ մենք չէ, որ առնչվել ենք թուրքերի հետ, էլի նրանք բոլորը ովքեր առնչվել են, ովքեր պատմությունը գիտեն, նրանք գիտեն, որ թուրքերը բավական այսպես ագրեսիվ բան ունեն, էլի վարքագիծ ունեն եւ եթե պատկերավոր ասած մատը տալիս ես, իրենք ասենք մինչև ձեռքդ են գցում, այո, մինչև արմունք հասնում են, էլի եւ կարողանում են վերցնել։ Հիմա իմ կարծիքով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ավելի շատ Միացյալ Նահանգների, քան Իսրայելի նպատակը այս պատերազմում հասնել իշխանափոխության ավելի ճիշտ ուղղակի հեղաշրջման։ Կարողանան նրանք դրան հասնել, թե ոչ, սա արդեն այլ խնդիր է, բայց փաստը մնում է փաստ, որ այսօրվա պատերազմը այլևս զորքի մասին չէ, այլևս թվականակի մասին չէ, զինվորի մասին չէ, այդքան ինչքան տեխնոլոգիայի մասին է։ Դուք որ այս վերջի սրացումից խոսում եք, ես ուզում եի ձեզ եւ մեր ռադիոլսողներին, ռադիոդիտողներին վերադարձնել մեր նախորդ թողարկման վերջին հատվածը, որտեղ մենք խոսում էինք, դուք մեզ պատմում էիք նրա մասին, որ Իսրայելում ամիսը 1 միլիարդ դոլարի ներդրում է արվում ուսանողական ստարտափների մեջ, համալսարանական եւ ուսանողական ստարտափների մեջ, ու երբ դու կարողանում ես ամիսը 1 միլիարդ ներդրում անել համալսարանական ստարտափների մեջ, դու քո թշնամու գիտնականին սպանում ես իր իսկ տանը միանգամից 9 հոգու առանց շենքը առանձնապես վնասելու։ Այսինքն տեղ պատճառահետևանքային կապը հստակ է, ով աշխատում է իր ուսանողների հետ տենց, պատերազմում է տենց, նեղացնում է, խեղճացնում է իր թշնամուն, որը մի քանի հազար կիլոմետր հեռու է իրանից գտնվում։ Այո, սա այլևս արդեն փաստ է այսօրվա աշխարհում, մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները հաղթում են պատերազմներում եւ Իսրայելի առավելությունը այսօր միայն ու միայն դրանում է, իսկապես մենք տեսնում ենք եւ աշխարհը ապշահար է լինում, թե ինչպես կարելի է մեկ օրում վերացնել, ասենք 20 գեներալների ամբողջ վերնախավը ազգային բանակի Իրանի ստեյության ոչնչացվեց։ Այո, Իրանը հակահարված է հասցնում հրթիռներով, իրենց հրթիռներով նրանք ուժեղ են, վատ չեն եւ կարծես թե 10%-ը հասնում է նպատակի, որը էլի քիչ չէ, այսինքն այդ քանակների մեջ իհարկե հավերվածություններ կան նաև Իսրայելում, այդպես չէ որ նրանք ասենք անպատիժ են մնում այս ամեն ինչի արդյունքում, բայց տեխնոլոգիաները հաղթում են։ Հիմա տեսեք թե ինչ է, ինչպես է աշխարհը արձագանքում, հա։ Միացյալ Նահանգները պարզ է Իսրայելի ամբողջ արևմուտքը, անգամ Ֆրանսիան, որը կարծես թե ամենամոտ բարեկամն էր այս տարածաշրջանում, եվրոպացիներից ամենամոտն էր Իրանին,
պաշտոնապես հայտարարեց, որ պաշտպանելու է Իսրայելի դիրքորոշումը, ճիշտ է Մակրոնը խոսեց Պեզեշկյանի հետ եւ կոչ արեց, այսպես ասած, հանդարտության, խաղաղության եւ այլն, բայց այնուամենայնիվ արևմուտքը դիրքավորվել է, նրանք Իսրայելի կողմնակիցն են եւ չեն պաշտպանելու որևէ պարագայում չեն պաշտպանելու Իրանին։ Ռուսաստանը հակառակը պաշտպանեց Իրանին, որովհետև ստրատեգիական համագործակցության փաստաթուղթ ստորագրեց վերջերս եւ կարծես թե հակաօդային պաշտպանության գծով որոշակի օժանդակություն ցուցաբերում է, արդեն սկսել է ցուցաբերել։ Չնայած ես չէի ասի, որ այդ օժանդակությունը այսպես ամբողջ թափով չէ, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը դիրքավորվեց Իրանի կողմնակիցների շարքում։ Պակիստանը նույնպես ես միջուկային տերություններն եմ հիշատակում հիմա, Պակիստանը դիրքավորվեց, շատ կարևոր էր Թուրքիայի արձագանքը իմ կարծիքով, Թուրքիան արևան է, բնականաբար Իրանին եւ չէր կարող հանդես գալ Իրանի դիրքորոշման դեմ, գումարած Թուրքիան օգտագործեց այս առիթը, որպեսզի մեկ անգամ եւս աշխարհին հիշեցնի Իսրայելի կողմից գործած գենոցիդալ գործողությունները Գազայի հատվածում արաբների նկատմամբ։ Թուրքիան սրանով իսկ մեկ անգամ եւս արաբական աշխարհը փորձում է դեպի իրեն բերել, դեպի իր շահերը սպասարկելուն բերել եւ սա նույնպես թելադրված է աշխարհակաղակական շահերով։ Մեր դիրքորոշումը իմ կարծիքով բացարձակ բնական է, որովհետև Իրանը միշտ եղել է մեր հարևանը եւ մենք պիտի ուրեմն մեր վրդովմունքը հայտնեինք Իսրայելի գործողությունների նկատմամբ, հեռախոսազրույցներ տեղի ունեցան եւ այլն, այդ պարզ է, շատ հետաքրքիր էր Ադրբեջանի ուրեմն արձագանքը, նրանք միանգամից գնացին արդարանալու ճանապարհով, մենք երբեք չենք տրամադրի մեր տարածքը Պարսկաստանի վրա հակաիրանական ինչ-որ գործողությունների համար, այսինքն Ռուսներն ասում են տվյալ դեպքում Նավարիա իշապ կգարիդ, հիմա չգիտեմ ինչքանով է դա արտարացված կամ ոչ, բայց ամեն դեպքում սա նույնպես շատ հատկանշական էր։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա ապացուցել, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է, ամենայն դեպս եթե նրանք դա արել են, դրանք հույժ գաղտնի, հույժ քողարկված արած կլինեն այդ ամեն ինչը, բայց այնուամենայնիվ այդ այսպես ասած նստվածքը կմնա, էլի, եւ Իրանի մոտ կմնա իմ կարծիքով եւ այնուամենայնիվ այն ոգևորությունը, որով Իրանը շնորհավորեց Ադրբեջանին Ղարաբաղը տիրանալու կապակցությամբ, իմ կարծիքով հիմա Իրանում էլ կսկսեն նույնպես, ասենք, կշռել արժեր, որ կշռադատել եւ կհասկանան, որ դա այդքան էլ այդպես պետք է չոգևորվեն իրենք, էլի, այն որ Ղարաբաղի տարածքը եւ հատկապես հայ-իրանական սահմանը այդ ընդլայնվել էր եւ անվտանգ էր, դրանով իսկ անվտանգ էր Իրանի համար, հիմա այդ անվտանգությունը իրենք չեն զգում։ Եվ իմ կարծիքով մեծ հարցական կդնեն իրենց վարքագծի նկատմամբ, որը մեր համար իմ կարծիքով դրական է եւ շատ լավ է։ Տեսնենք ինչով կավարտվի, իմ կարծիքով արդեն կարելի է փաստել, որ հիմնական նպատակին, այսպես ասած, միջուկային այդ խնդրի լուծմանը կարծես թե Իսրայելը հասավ եւ Իրանը մեկ անգամ չէ որ հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որտեղ այդ արգելքը կլինի, թե ինչքանով կհաջողվի հեղաշրջում իրականացնել, ես չեմ կարող այս պահին ասել, ամենայն դեպս քներումս պահենք, որ Միացյալ Նահանգների համար կարևորագույն խնդիրը այս պահին դա է Իրանի նկատմամբ։ Երբ էսկալացիան կիջնի, պարոն Դարբինյանը ձեզ։ Դե հիմա բոլորը ֆազան էլի ավարտվի։ Բոլորը կոչերով հանդես եկան արդեն բոլոր կողմերին, իմ կարծիքով առաջին հերթին deal maker-ը պարոն Թրամփը, որը երկու կողմերի ասած կարծես դե պետք է ասած մի քիչ էս բանը խժդժությունները լինեին, որ հետո գան համաձայնության, ասած ես կարծում եմ, որ արդեն պահը եկել է, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներից է կախված այս պահի դրությամբ, երբ կկանխվի եւ կկանխվի արդյոք պատերազմը։ Ես կարծում եմ, որ կկանխվի մի դեպքում, երբ Միացյալ Նահանգները վստահ լինեն, որ հեղաշրջում իրականացնել այս պահին հնարավոր չէ։ Եթե նրանք վստահ լինեն, որ հնարավոր է, իրենք կշարունակեն պատերազմը մինչև հեղաշրջում, որովհետեւ Միացյալ Նահանգների իմունային, այսպես ասած, հետաքրքրությունը կայանում է
Իրանում հեղաշրջում իրականացնել եւ քաղաքացիական հասարակությանը առաջ բերել դեմոկրատական, այսպես ասած, ռեֆորմներ իրականացնել եւ սա է նպատակը։ Այսինքն կկանգնվի պատերազմը միայն այն դեպքում, երբ վստահ լինեն, որ այս պահին դա հնարավոր չէ։ Դուք նկատեցիք, որ Նեթանյահուն Պարսկաստանի ժողովրդի համար անգլալեզու ելույթ ունեցավ։ Այո, երկե, եւ դա նույն ուղղությամբ են, ասում եմ մենք ձեր դեմ չենք, դուք սմոլաների ձեռը կրակն եք ընկել եւ այլն, եթե դուք ուրեմն դուրս գաք փողոց եւ ձեր իշխանությունները հեղաշրջեք, այսպես ասած, եւ վերցնեք իշխանությունը, մենք ձեզ բարեկամ երկիր ենք, ամեն ինչ կանենք ձեզ համար եւ այլն, բայց դա հնարավոր չէ, դա նույն բանն է, որ Ալիևը մեզ հիմա կոչ անի, ասենք, դա հնարավոր չէ հասարակության մեջ, եթե անգամ նրանք հակված են հեղափոխության, այսպես ասած, ներսում նրանք բանի Նեթանյահուի կոչը միայն հակառակ ուղղությամբ կազդի, էլի, այդ ոնց որ դե մենք վերադառնում ենք խոսակցությանը բանի մասին, Բրոդսկու եւ բան, դեպի կոլխոզներին, այո, Ալլահ շուքյուրի ուրեմն հորդորներին, որոնք իմիջիայլոց շարունակվեցին այս ընթացքում Ալլահ շուքյուրը մեկ անգամ եւս այլվել ճիշտ ավելի կոնկրետացրեց իր հայտարարությունը, ասելով, որ հայ առաքելական եկեղեցին, տեսեք ինչ ասում Ալլահ շուքյուրը, հայ առաքելական եկեղեցին ուրեմն ժողովրդին տանում է դեպի աղետ, հայ ժողովրդին տանում է դեպի աղետ, հա։ Նորից, եթե Ալլահ շուքյուրը այդպես ասում, մենք պիտի կանգնենք եկեղեցու կողքին, սա միանշանակ է։ Հիմա պիտի գոհունակությունս հայտնեմ այն առիթով, որ կարծես ես ուրեմն վարչապետ կաթողիկոս կառավարություն եկեղեցիս բանը, այս հրաձգությունը կարծես թե ինչ որ չափով դադարել է կամ պասիվացել է, միգուցե դա կապված է ռեգիոնալ այս իրադարձությունների հետ, միգուցե կապված է նաև Փաշինյանի առաջիկայում կատարվելիք այցի հետ, որովհետև այդ այցը եւ դրա արդյունքները իմ կարծիքով շատ ավելի կարեւոր են, քան ցանկացած խժդժություններ այստեղ ներսում։ Բայց ամեն պարագայում պիտի ասեմ, որ հանդես եկավ Պորսո հայոց պատրիարքը, ուրեմն Մաշալյանը, Սահակ Մաշալյանը, որին ոմանք ուրեմն արդեն կարգել էին հաջորդ կաթողիկոս կարծես թե որպես թուրքապատակ ուրեմն Փաշինյանի տեխնացուն են, հա, բայց պիտի ասեմ, որ շատ արժանապատիվ ելույթ ունեցավ պարոն Մաշալյանը, արքիեպիսկոպոսը, ասելով, որ ուրեմն հայ առաքելական եկեղեցին ունի վեհապար, ուրեմն եւ միահամուռ է լինելու այս պայքարում, բայց ինչն է շատ հատկանշել կան Դավիթ, ամենաանկեղծը ըստ էության եկեղեցականներից նա հանդես եկավ, որտեղ նա ասաց, որ այս ամեն ինչը քաղաքական ենթատեքստ ունի, պարզ ասաց, որևէ մեկը մեր եկեղեցականներից եւ կառավարության ներկայացուցիչներից դա չէր փաստում։ Դա փաստել եմ միայն ես այս հարթակում։ Հիմա Սահակ Մաշալյանը փաստեց, այսինքն հաստատեց այն, ինչ որ ես էի ասում, սա ամբողջապես ունի քաղաքական մոտիվ, մոտիվացիա եւ ավելին Մաշալյանն ասաց, որ մենք կսպասենք 2026 թվականի հայաստանյան ընտրություններին եւ նորից առաջինը եկեղեցականներից, ամենայն դեպս ես ավելի շուտ չեմ նկատել, հայտարարեց, որ արդեն կաթողիկոսը ուրեմն հրավերք է ուղարկել 2026 թվականին եկեղեցական հայաստանյան ժողով իրականացնել։ Դա նշանակում է, որ ժողովը քննարկելու է բնականաբար այս բոլոր խնդիրները։ Ստեղծված իրավիճակը, այո։ Այդ թվում նաև այն ուրեմն արգումենտները, որոնք բերվում են եկեղեցու դեմ հիմա, իմ կարծիքով դա ազնիվ եւ անկեղծ խոսակցություն պիտի լինի եւ շատ լավ է եւ շատ դրական է, որ այդ եկեղեցական ժողովը կա, ես ակնկալում եմ, որ ժողովի ընթացքում կքննարկվեն այդ թվում նաեւ այս կուսակրոնության թեմաները, դրա խախտման թեմաները եւ ընդհանրապես կարող է դրա արդյունքում վերջապես եկեղեցին գա նրան, որ կուսակրոնության այդ ուխտը ուրեմն հաղթահարվի եւ ընդհանրապես դրա մասին չխոսենք, բայց դրա հետ մեկտեղ դրան զուգահեռ նաև պիտի ասեմ, որ վարչապետը եւ պետական ներկայացուցիչները հասկանալով, որ պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերին, հանդես են գալիս, փորձում են հանդես գալ որպես ոչ թե պետական այրեր, այլ մասնավոր այրեր։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանում այս պայդրությամբ առնվազն գոյություն ունի 320 մարդ,
պետական պաշտոնյաներ, որոնք երբևիցե որևէ պարագայում իրավունք չունեն, ոչ բարոյական, ոչ իրավունք չունեն հանդես գալու որպես մասնավոր անձիկ։ Դա հանրապետության նախագահն է, որը երկրի պետության գլուխն է ավելի ճիշտ ըստ սահմանադրության։ Դա հանրապետության վարչապետն է, որը երկրի ղեկավարն է։ Դա ազգային ժողովի նախագահն է, որը խորհրդարանական երկրում ներկայացնում է ուրեմն կարևորագույն մարմինը երկրի, եւ դա մեր երկրի բոլոր դատավորներն են, Դավիթ ջան։ Այո, իրանք մասնավոր կարծիք չունեցող մարդիկ են։ Բոլոր դատավորները, մենք ունենք 310 դատավոր, գումարած ուրեմն 7 հոգի կա սահմանադրական դատարանի դատավորներ, դրանք իրավունք չունեն հանդես գալու որպես մասնավոր անձինք, հասկանում ես, դա էլ իրենց ուխտն է։ Եք իրավունք չունեն, այսինքն դու արդեն վերցրել ես պետությունը ներկայացնելու պարտավորություն, դու իրավունք չունես պետության անունից որոշում կայացնելու պարտավորություն։ Ոչ միայն չէ, դու քո անձը այլևս մասնավոր անձ չէ։ Ես չես ավելին ասեմ։ Ես արդեն հեռավոր ժամանակներից այլևս նախկին վարչապետ եմ, 27 տարի է անցել արդեն, 28-րդ տարում եմ։ Բայց անգամ հիմա որպես նախկին վարչապետ ես սահմանափակված եմ իմ մասնավոր անձ խոսք ասելուց մասնավոր անձ հանդես գալու իմ այդ ազատությունից սահմանափակված եմ, այսինքն անգամ հիմա է գործում։ Պատահական չէ, որ ցիվիլ երկրներում նախկին նախագահներին շարունակում են դիմել պարոն նախագահ, նախկին վարչապետերին շարունակում են դիմել պարոն վարչապետ, դա ինչ է նշանակում։ Անձը ներկայացրել է պետություն, այլևս ներկայացնում է պետություն մշտապես, ցանկացած գործողություն, ցանկացած խոսք, ցանկացած շարժում անպայման ասոցացվում է պետության հետ եւ ուրեմն իմ ու քո հետ, եւ ուրեմն վարչապետը, նախագահը կամ ցանկացած մեկը այդ 320 հոգուց նորից եմ կրկնում 300 դատավոր գումարած 7 սահմանադրական դատարանի դատավորներ 310 ներողություն 310 դատավոր ունենք իմ վերջին պաշտոնական տվյալները կարծես այդպես 310 դատավոր ունենք 300 գումարած 7 սահմանադրական դատարանի դատավորներ եւ նախագահ վարչապետ ազգային ժողովի նախագահ նրանք իրավունք չունեն ուղղակի ոչ մի իրավունք չունեն հանդես գալու որպես մասնավոր անձիկ այնպես որ ուրեմն եկեղեցին թող իր հետևություններն անի պետությունը եւ պետական այրերը թող անեն իրենց հետևությունները եւ կարծես թե նորից եմ կրկնում ուրեմն հավատանք որ այս ամեն ինչը որպես անախորժություն անցավ գնաց եւ մենք դրան այլևս չենք անդրադառնալու հիմա միջազգային անցուդարձից մի քանի բան որը մեզ է վերաբերում ես նկատեցի որ Հնդկաստանը Եվրոպայի հետ, Եվրոհամայնքի հետ եւ հանձնաժողովի հետ քննարկում է ստրատեգիական համագործակցության մասին մի փաստաթուղթ, որտեղ ամեն ինչի մասին խոսվում է ներառյալ ազատ առևտրի ռեժիմը, Հնդկաստանը հսկայական պարտներ է եւ իմ կարծիքով մեր ապագա տնտեսական բարգավաճման կարևորագույն կետն է Հնդկաստանի հետ ուրեմն հարաբերությունների զարգացումը եւ այդ իմաստով տրանզիտ հանդիսանալը Հնդկաստանի եւ Եվրոպայի միջև։ Ինչու է սա մեզ համար կարևոր, որտեղ եթե Հնդկաստանը այսօր բանակցում է եւ իմ կարծիքով հաջողությամբ կպսակվի այդ բանակցությունը եւ դրանք կստորագրեն ազատ առևտրի ռեժիմը Եվրոպայի հետ, իմ կարծիքով մենք այստեղ անելիք ունենք որպես տարանցիկ երկիր, որը առավել բարենպաստ պայմաններ պիտի տրամադրի Հնդկաստանին, հնդկական ապրանքներին, հնդիկներին, ուղղակի հիշատակեմ նաև այն տեղեկատվությունը, որը նույնպես այս ընթացքում մենք ունեցանք Արշակյաններ կարծեմ ազգային ժողովից Հնդկաստանում թե հնդիկների հետ հանդիպման ժամանակ ուրեմն նման հայտ էր ստացել, որ մինչև 40,000 հնդիկ ուսանող պատրաստ են գալու Հայաստան եւ սովորեն։ Ես պետք է ասեմ, որ Հնդկաստանում սարսափելի մեծ դժվարություն կա հնդկական համալսարաններում սովորելու պահանջարկը եւ առաջարկը իրար չեն համապատասխանում անգամներ գերազանցում է այսինքն մեկ տեղի վրա այնտեղ հազարավոր մարդիկ են փորձում ընդունվել համալսարաններ եւ հազարավոր եթե ոչ միլիոնավոր տաղանդավոր հնդիկներ մնում են առանց բարձրագույն կրթության եւ ամբողջ աշխարհով մեկ փորձում են փնտրել թե որտեղ կարող են իրենք ստանալ այդ կրթությունը որպեսզի դրանից հետո կարողանան աշխատել տարբեր երկրներում
Հա, եւ Հայաստանը այստեղ կարող էր մատուցել այդ ծառայությունը, դա հզոր ծառայություն է, դա կրթության արտահանում է, ըստ էության դա կրթության կրթական համակարգի էքսպորտ է։ Այսօր մենք ունենք մոտ երևի 2000 ոչ ավել հնդիկ ուսանողներ, բայց 40,000 թիվը պատկերացնում եք ինչ է, եւ ես կարծում եմ, որ 100,000, 200,000, բայց ի՞նչն է մեզ խանգարում, ենթակառուցվածք չունենք, հանրակացարաններ չունենք, միջավայր չունենք, որտեղ նրանք կարողանան սովորեն, եւ առաջին հերթին իմ կարծիքով պետական հոգացության առարկա պիտի դառնա այդ միջավայրի ստեղծումը, որ խոսքը ոչ միայն հնդիկների մասին է գնում, ընդհանրապես կրթության արտահանումը դա կարևորագույն կետերից մեկն է, որ մենք պիտի կարողանանք իրագործենք եւ պետությունը այս ենթակառուցվածքները պիտի ստեղծի, հա, այստեղ անթիվ անհամար անհասկանալի շենքեր են կառուցվում Երևան քաղաքում, Երևանի ներսում, դա ուղղակի անթույլատրելի է, դրա փոխարեն շենքերը պետական պատվերով պիտի կառուցվեն Երևանից դուրս եւ ստեղծվեն այդ հանրակացարանային պայմանները։ Հիմա խոսում են ակադեմիական քաղաքի մասին։ Ես ուրախացա անկեղծ ասած, որ անցած շաբաթ Nvidia ամերիկյան զորագույն ընկերությունը այդ որոշման մասին հայտարարեց Հայաստանում արհեստական բանականության կենտրոն ըստեյության ֆաբրիկա ստեղծելու, որը հիմնված կլինի մեկ այլ նոր սուպերկոմպյուտերի վրա եւ դրա հզորության, որը ունենալու է մոտ 100 մեգավատի պահանջարկ էլեկտրոէներգիայի, իսկ սա նշանակում է, որ իսկապես խոսքը գնում է հզոր գիտատեխնիկական, գիտահենք ուրեմն մի կենտրոնի մասին, որի տեղակայումը իսկապես պիտի լինի մի առանձին տեղում եւ եթե մենք խոսում ենք ակադեմիական քաղաքի մասին, ապա առաջնահերթության կարգով այդ քաղաքում ակադեմիական մթնոլորտում պիտի տեղակայվեն նոր ստեղծվող ինստիտուցիաները, նոր սուպերկոմպյուտերը իր բոլոր հնարավորություններով, ենթակառուցվածքներով, այստեղ եթե 100 մեգավատ միայն նրանք են կլանելու, դա նշանակում է, որ մենք նաև ատոմակայանի խնդիրը պիտի լուծենք, չէ՞ որ մենք երկար ժամանակ տարբեր տեսակի միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև վալուտային ֆոնդը մեզ համոզում են, որ ձեզ ավել էլեկտրոէներգիա պետք չի, ինչ է կանում, ատոմակայանը ինչ է կանում, հենա դուք նորմալ առանց դրա էլ կարողանում եք յոլա գնալ։ Փոքր երկրներին դժվար է ատոմակայան ունենալը, մենք մեզ բախտի բերմամբ մեզ հասել է ինքը։ Իբարք սովետական միությանը եւ այդ հնարավորություններին, բայց հիմա նորից ատոմակայանը մեզ պետք է հզոր ատոմակայան, որովհետև Nvidia-ի այս նախաձեռնությանը պիտի հետևեն մնացած բոլոր նախաձեռնությունները, որոնք անպայման կլանելու են էլեկտրոէներգիայի մեծ ծավալ, եւ մեզ պետք է նաեւ էլեկտրոէներգիայի արտադրություն, այսինքն առնվազն 600-ից ոչ պակաս մեգավատ հզորությամբ ատոմակայան է պետք, տվյալ պարագայում բացարձակ կարևոր չէ իմ համար, որ երկրի տեխնոլոգիայով մենք կարող ենք շարունակել եւ ռուսականը, կարող ենք խոսել եւ Միացյալ Նահանգների հետ, կարող ենք խոսել Կորեայի հետ, Ճապոնիայի հետ, Ֆրանսիայի հետ, խնդրեմ, խոսեք, բայց խոսքը գնում է հզոր ատոմակայան ունենալու մասին, այլ ոչ թե այն խոսակցությունները, որոնք մոդուլային, թե մոբիլային, ուրեմն փոքր կայաններ 50 մեգավատանոց չի կարելի, մեզ անհրաժեշտ են։ Եթե մի պրոյեկտի համար 100 մեգավատ է պետք, այսինքն ինչի մասին է խոսքը։ Նմանատիպ գիտահենք ծրագրերի սպասարկման համար, հասկանում եք, որտեղ մենք պիտի այդ հնարավորությունը ստեղծենք, որ այդ ընկերությունները գան երկիր։ Ես պիտի սա ողջունեմ, կարծում եմ, որ համապատասխան կառավարության համապատասխան ուրեմն պաշտոնյաները մասնակցել են այս ամեն ինչի մեջ եւ իրենց ներդրումն ունեն։ Դա պիտի ողջունենք, որտեղ սա եզակի դեպք է, եզակի երևույթ է, որտեղ Nvidia ընկերությունը, եթե նման մի կենտրոն է ստեղծում Հայաստանում, սա նշանակում է Հայաստանը արհեստական բանականության համաշխարհային քարտեզում տեղ է գրավում արդեն, հա, իսկ սա արդեն քաղաքական որոշում է, սա ոչ միայն տնտեսական կամ գիտական որոշում է։ Իհարկե, այս որոշումը հնարավոր չէր կայացնել, եթե մենք չունենայինք համապատասխան գիտական ներուժ, մենք ունենք այդ ներուժը եւ դա է մեր առավելությունը։ Բայց նաև պիտի ասեմ, որ իմ կարծիքով այստեղ նաև քաղաքական որոշման խնդիր էր եղել եւ հավանաբար Միացյալ Նահանգների համապատասխան ատյանները դրան տվել են ռուսական դաբրո։ Այսքանը երևի Դավթ ջան այսօր։
Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, շարունակեք լսել FM 106.5-ը, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, սա Դարփինյանի ժամն էր, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարփինյանն էր, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանը, կհանդիպենք։